Հրապարակը գրում է. Եկեղեցու եւ վեհափառի դեմ արշավում Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարողանում նոր հաջողություններ գրանցել 10 եպիսկոպոսից բացի, այլ հոգեվորական չի միացել վեհափառի հրաժարականի պահանջին։ Թեպետ ՔՊ-ից վստահեցնում էին, որ շուտով 2-3 եպիսկոպոս է իրենց միանալու։ Նոյեմբերի 27-ին Արշակ Սրբազանի վերաբերյալ հայտարարություն տարածած հոգեվորականների ցանկում 13 եպիսկոպոսի անուններ գրված, բայց նրանցից 4-ի ստորագրությունները չկային։ Նույն օրը Փաշինյանի հետ հանդիպեցին 10-ը։ Չէր ստորագրել, բայց հանդիպմանը եկել էր նաև Վայոց ձորի թեմի բիզնեսմեն առաջնորդը։ Ցանկում ընդգրկված չստորագրած 3 եպիսկոպոսներն են. Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ Նալբանդյանը, Գերմանիայի թեմի Սերով Բ. Իսախանյանը, Արթիկի թեմի առաջնորդ Նարեկ Ավագյանը։ Թե նրանց անուններն ինչպես էին հայտնվել տիրադավների ցանկում, թերթին ասել են, որ դավանափոխները վստահեցրել էին, որ նրանք կստորագրեն։ Թերթի տեղեկություններով Նարեկ եւ Սերով Բ. եպիսկոպոսները մերժել են միանալ տիրադավների ցուցակին։ Թեպետ Նարեկ եպիսկոպոսի վրա մեծ ճնշում է գործադրվել, իսկ Արմաշ Նալբանդյանը թեպետ տատանվում է, բայց դեռ դիմադրում է։ Հրապարակը գրում է. Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը երեկ ասել է, որ կալանքը փոխելու համար իրենք գրավի այնքան գումար են առաջարկել, որի չափը գերազանցել է մեղադրանքի հիմքում դրված հնարավոր փոխհատուցման ենթակա գումարից, սակայն միջնորդությունը մերժվել է։ Թերթի տեղեկություններով $1 միլիոն գրավի առաջարկնել է դատարանը մերժել, բացահայտելով, որ Կարապետյանին ուղղակի պատանդ են պահում եւ ոչ մի այլընտրանք չեն քննարկում։ Միշտորդել ենք, որ թեկուզ այլընտրանքային խափանման միջոցները համակցված կիրառվեն։ Սամվել Կարապետյանը իհարկե կողմ չէր նման միջնորդություն ներկայացնելուն։ Մենք որպես պաշտպաններ միջնորդել էինք տնային կալանք համակցված գրավով բացակայելու արգելք։ Պատկերացրեք, միակ ռիսկը, որը դատարանն արձանագրել է, խոչընդոտելու ռիսկն է, որը տնային կալանքի եւ գրավի համակցված կիրառման պայմաններում հնարավոր չէ, որ չզսպվի։ Խոչընդոտելու ռիսկն էլ դատարանը փորձել է իբրև հիմնավորել այլ անձանց վրա ազդեցությամբ, որոնք Հայաստանի Հանրապետությունում չեն։ Ժողովրդին տեղեկություն են փոխանցել այն մասին, որ Հայաքվե հասարակական քաղաքացիական միավորումը ակտիվորեն պատրաստում է 2026-ի համապետական ընտրություններին։ Հայաքվեն պատրաստվում է միավորվել նոր ձևավորված միասնության թևեր շարժման հիմնադիր ու առաջնորդ Արման Թաթոյանին։ Հայաքվեն ինչ-որ մեկի հետ չի միավորվում եւ ես չգիտեմ, թե ինչ տեղեկություններ են։ Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք արտախորհրդարանական ընդդիմության դաշտում արդյունավետ համախմբման գնալ, նախընտրական դաշինք ձևավորել, ինչի շրջանակներում տարբեր ուժերի հետ, որոնց մենք դիտարկում ենք կոնտակտներ եղել են ու կան, ասել է Հայաքվեի անդամ Մենուա Սողոմոնյանը։ Նա նաև հայտնել է, որ երբ միավորման դաշինք ստեղծելու գաղափարը պարզ կլինի արդեն, ապա հանդես կգան հայտարարությամբ եւ կտեղեկացնեն հանրությանը։ Հրապարակը գրում է. Արցախի ներկայացուցչությունում նախօրեին խոզարկությունների ժամանակ տարել են միակ համակարգիչը, որտեղ արցախցիների վերաբերյալ ողջ տվյալների բազան էր պահվում։ Սոցիալապես անապահով ընտանիքների ցանկեր, գերատեսչություններին արված հարցումներ, կոնտակտներ։ Ըստ ամենայնի խնդիր է դրված արցախցիներին որպես միավոր ոչնչացնել։ Բայց քննչական գործողությունների ժամանակ ամենաաբսուրդը եղել է այն, որ քննիչները մոռացել են, որ նախորդ խոզարկությունների ժամանակ հենց իրենք են տարել ներկայացուցչությունում գտնվող սեյֆի բանալիները ու փորձել են կոտրել սեյֆը։ Չնայած ներկա գտնված արցախցիները քննիչներին հիշեցրել են, սեյֆի բանալին նախորդ խոզարկության ժամանակ դուք եք տարել, բայց չեն հավատացել։ Սեյֆը կոտրելու համար ներկայացուցչություն են կանչել փրկարար ծառայությանը եւ միայն կոտրելուց հետո է ինչ-որ մեկը կապվել ՔԿ-ի հետ եւ համոզվել, որ բանալին իսկապես ՔԿ-ում է։ Կոտրած սեյֆից հանել են 90 տարի առաջ տպագրված Ազատ Արցախ թերթի մի համար։ Ասացին, որ քննիչները համառ ջանքեր են գործադրել, որ Արցախի ներդրումային հիմնադրամի փաստաթղթերում Սամվել Կարապետյանի հետ կապված ինչ-որ նյութեր գտնեն։ Փաստը գրում է. Կայա Կալասը բաց տեքստով հայտարարել է, որ Եվրամիության հետ մերձեցման պարտադիր պայմաններից մեկը հակառուսական պատժամիջոցներին միանալն է։ Այս ուղերձը հնչել է ԵՄ Հայաստան գործընկերության խորհրդի նիստից հետո, երբ ընդունվել է հարաբերությունների նոր ռազմավարական օրակարգ։ Վերջին տարիներին Հայաստանի տնտեսական աննախադեպ աճը մեծ մասամբ պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Ռուսաստանի հետ կապերով, արտահանման ծավալներով, ներդրումներով եւ գործարար ակտիվությամբ։ Պատժամիջոցներին միանալը կարող է հանգեցնել արտահանման անկման, ներդրումների սառեցման եւ բիզնեսի անորոշության, անմիջականորեն ազդելով սովորական քաղաքացիների վրա։
Հրապարակը գրում է. «Պարզվում է իշխանությունը պետական ծառայողներին պարտադրում է ոչ միայն ժողովների միջոցառումների ներկայանալ, ինչպես նոյեմբերի 22-ին ՄՀՀ-ում պետական ծառայողների համաժողովին, այլև մեկ մարդու նման խնջույքների մասնակցել։ ՏԿ նախարարության աշխատակիցներին հորդորել են անպայման մասնակցել տարեվերջյան հավաքույթին, որը ի դեպ կազմակերպվում է աշխատակիցների հաշվին։ Խնջույքը նախատեսված է դեկտեմբերի 29-ին Բերգամո ռեստորանում։ Յուրաքանչյուրը 25,000 դրամ է մուծվել այդ պարտադրված կորպորատիվի համար։ Թերթին ասել են, որ գրեթե բոլոր գերատեսչություններն էլ տարեվերջյան խնջույքներ են կազմակերպում, որ ցույց տան, թե պետական ծառայողներն իշխանությունների հետ են»։